Բարև ձեզ, Factor TV հյուրը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Էջմիածնում քաղաքապետ է ընտրվում Արգիշտի Մեխակյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ ըստ էության մեկնաբանության տեղ չի թողնում այս ուժի հաղթանակը Էջմիածնում, որը վերջին շրջանում գիտենք, որ դարձել է քաղաքականակրոնական բանավեճի կենտրոններից մեկը եւ ԿՊԱ-ականները սա ներկայացնում են նաեւ այդ համատեքստում, որ տեսեք էջմիածնեցիները հավանություն տվեցին Գարեգին երկրորդին հեռացնելու մեր այս process-ին, բայց մի քիչ չեն չափազանցնում։ Կարելի է տարբեր դիրքորոշում ունենալ Հայաստանի ներկայ իշխանությունների նկատմամբ, նախկին իշխանությունների նկատմամբ, եկեղեցու առանձին սպասավորների ընդհանուր առմամբ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բայց չընդունել, որ Հայաստանի իշխանությունները Էջմիածնում ընտրությունների գնալու գործընթացում նաև ունեին Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ, հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ հակամարտությունում իրենց դիրքորոշումը ներկայացնելու եւ պաշտպանելու որոշակի տրամադրվածություն անհնար է։ Իսկապես վաղ շաբաթում ընտրությունների գնացող մարդիկ, այն մարդիկ, ովքեր գնացել են եւ գիտակցաբար իրենց ձայնը տվել են գործող իշխանությունների ներկայացուցչին, նրանք Նաև ես կարծում եմ, քանի որ բավական բաց է եղել այս գործընթացը, նաև ընդունել են, որ գործող իշխանությունների ներկայացուցչի հաղթանակի դեպքում նրանք հավանություն են տալիս իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի գործողություններին կապված եկեղեցու առաջնորդներ, իշխանության ներկայացուցիչներ այդ հակասության հետ, այնպես որ process-ին նկատի այո, հեռացնելու process-ին, այնպես որ հնարավոր չէ կասկածել, որ կամ հնարավոր չէ հակադարձել իշխանություններին քաղաքական ուժին, որը այսօր իշխանությանը, առ այն, որ նրանք որոշակիորեն փորձում են կապիտալացնել իրենց հաղթանակը նաև այս տրամաբանության մեջ։ Այո, իսկապես իրենք դա ներկայացրել են, իսկապես իրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընդհանուր առմամբ եւ Նիկոլ Փաշինյանը անձամբ ներկայացրել են, որ իրենք ունեն այս մտադրությունը եւ այդ մտադրության արդյունքում Հայաստանի հայ առաքելական եկեղեցու առաջնորդը պետք է փոխվի։ Կնեք այդ արգումենտացիան ուժեղ է նաև այն փաստարկով, որ ԿՊԱ-ականները չեն թաքցրել, որ կաթողիկոսի հեռացման նպատակ ունեն եւ ընդդիմությունը չի կարողացել սա դարձնել կաթողիկոսի պաշտպանության ակցիա, թեև փորձ անում է, որ քվեարկեք հանուն եկեղեցու մեր օգտին։ Ես չէի նշի, որ ընդդիմությունը չի կարողացել սա դարձնել կաթողիկոսի պաշտպանության ակցիա, որովհետև ընդդիմությունն էլ հակառակ կողմից անընդհատ խոսում էր այդ մասին, որ եթե դուք գնում եք եւ ձեր ձայնը տալիս եք քաղաքացիական պայմանագրին, տեսեք այն օրակարգը, որ իրենք բերում են, դա շարունակություն եւ զարգացում է ունենալու։ Այո, բազմաթիվ էին նման օրինակները եւ մարտիկ ընդդիմությունից, կոնկրետ արմատական ընդդիմությունից, ովքեր խոսում էին այդ մասին։ Ավելին նշեմ, ընդհանրեն ընտրություններից 2-3 օր առաջ տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ դիրքորոշում հայտնեցին այս մասին։ Եկեք հիշենք, որ Սևակ Խաչատրյանն էր, եթե չեմ սխալվում իր ազգանունը, նա հայտարարեց, որ չի արտոնելու կաթողիկոսի դեմ ակցիա Էջմիածնում։ Հարություն Մկրտչյանը ընդհակառակը հայտարարեց, որ արտոնելու է նման ակցիա։ Այսինքն, տեսեք, այդ խոսույթը կար, այդ մոտեցումը կար եւ մարդիկ, որոնք գնացել են եւ ընտրություն են կատարել, հաշվի են առել նաեւ այս խոսույթը եւ այս զարգացումը, այս հնարավորությունը։ Այնպես որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կողմից այս հաղթանակին վերագրելը նաև կաթողիկոսի դեմ գործընթացներում ժողովրդի աջակցություն հստակ հիմքեր ունի։ Բայց ամեն դեպքում ԿՊ-ի արգումենտների մեջ իրար հակասող դրույթներ կան, տեսեք վարչապետը գրառում էր արել այս արդյունքը Էջմիածնի 26-ի համապետական ընտրությունների հնչյուն նախերգանք է եւ ժողովուրդը հաղթելու է 26-ի խորհրդանական ընտրությունում եւ ի նկատի ունի ԿՊ-ն է հաղթելու։ Okay, իսկ ինչու նա այս տրամաբանության 26-ի նախերգանք չի դիտարկում Գյումրի ընտրությունները, որովհետև այնտեղ ընտրարշավը շատ ավելի թեժ էր, 26-ի ընտրարշավի հետ համեմատ կարող է շատ նույնական լինեն, հա, 26-ին էլ պես շատ ուժեր կյանքում ավան հարց են դարձնելու դա, ամեն դեպքում չի աշխատում այս կարծես վարչապետի պնդումը, ինչ եք դուք մտածում։ Նույնիսկ չեմ համաձայնի ձեզ հետ, տեսեք Գյումրիի ընտրություններում եղել է մի իրադարձություն, որը ակնհայտորեն ազդել է հետագայում ժողովրդի տրամադրվածության վրա։ Այդ իրադարձությունը եղել է այն, որ Գյումրիում երկու ընդդիմադիր թեկնածուներ, որոնք
ըստ ժողովրդի մեջ տարածված կարծիքի ունեցել են իրար հետ անհամատեղելի հակասություններ, ընտրություններից հետո միացել են իրար։ Հա, բայց ընդդիմությունը հավաքական իմաստով շատ ձայն հավաքեց ԿՊ-ից։ Տեսեք, խնդիրը դրա մասին չէ, խնդիրը նրա մասին է, որ այն մարդիկ, ովքեր գնացել են եւ ձայն են տվել Մարտուն Գրիգորյանին, հետագայում հիասթափություն են ունեցել նշված ընդդիմությունից, ընդ որում այդ հիասթափությունը չի վերաբերվել միայն կոնկրետ Մարտուն Գրիգորյանի ուժին, հիասթափությունը վերաբերվել է ընդհանուր առմամբ ռուսամետ քաղաքական ուժերին, որովհետև նրանք տեսել են, որ գոնե իրենց համար, իսկ մենք գիտենք, որ Գյումրին եւ ընդհանրապես Շիրակի մարզը շատ հայտնի է Հայաստանի Հանրապետությունում արժանապատվության բարձր գիտակցմամբ եւ այլն, իրենց համար սա արժանապատվությունից ցածր քայլ է եղել, ընդ որում մարդիկ են երբեմն դա ասում, միանալ այն մարդուն, ում հետ ունեցել է անհամատեղելի հակասություններ կապված ընտանեկան, չգիտեմ, անձնական որոշակի հանգամանքների հետ եւ դրա արդյունքում ռուսամետ քաղաքական ուժերը ընդհանուր առմամբ որոշակի միավորներ են կորցրել, ինչը ակնհայտորեն զգացվում է հետագա քաղաքական զարգացումների վրա եւ ակնհայտորեն զգացվում է նաեւ վաղարշապատում։ Ես այստեղ եւս պիտի համաձայնեմ Նիկոլ Փաշինյանի հետ, ցավոք սրտի պիտի ասեմ, որովհետեւ ամենավատ կանխատեսումն է Հայաստանի Հանրապետության համար ունենալ 2026 թվականի հունիսից հետո այնպիսի խորհրդարան, ինչպիսին այսօր է, բայց ցավոք սրտի դա նաև ամենահավանական կանխատեսումն է, իսկապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գնում է հաղթելու եւ ես կարծում եմ այսօրվա դրությամբ կասկած չկա, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթելու է, խոսքը 51%-ի մասին չէ, բայց հաշվի առնելով Հայաստանի Սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը եւ այլն 45-46%-ը եւս բավարար է լինելու ընդհանուր հաղթանակ տոնելու համար, որովհետեւ փոշիացված բավական շատ ձայներ են լինելու, այսօր արդեն պարզ է, որ շատ կուսակցություններ են մասնակցելու եւ դրա արդյունքում այդ փոշիացված ձայները գումարվելու են մյուս ուրեմն կուսակցություններին, ովքեր անցել են շեմը եւ 45-46-ը բարձրանալու է 50-ն անցնելու։ Ստացվում է, որ քաղաքացիական պայմանագրի հաղթելու հավանականությունը շատ մեծ է։ Երկրորդ տեղում լինելու հավանականությունը նույն տրամաբանության մեջ ռուսամետ քաղաքական ուժերից որևէ մեկին է կամ երկուսինն է, էական չէ այստեղ որ մեկին է եւ նորից նրանց հնարավորությունները գումարելով նաեւ փոշիացված ձայները այնքան են, որ որևէ մեկը վիճարկել երկրորդ տեղը նրանց հետ չի կարող։ Ասածս գիտեք որներ ոնց հասկանանք, որ գյուղում կամ քաղաքում հաղթանակն է տրանսֆորմացվելու 26-ի ընտրությունները, որովհետև տարբեր տեղեր տարբեր արդյունքներ են լինում։ Ընդդիմությունը երբ որ հաղթում է, ասում է, այ տեսեք, մենք գնում ենք 26-ում Գյումրի սցենար կրկնելու, պարոն Քոչյանը բաց այդ մասին խոսում է եւ նրանք ի դեպ ասում են, որ Սամվել Կարապետյանի ուժի հետ դաշինք կազմելու են ընդդեմ ԿՊ-ի եւ վերցնելու են իշխանություն, եթե ԿՊ-ն 50+ ձայն չհավաքի, այսինքն Գյումրիի սցենարից են խոսում, ԿՊ-ն էլ էջմիածնում է հաղթում եւ ասում է, այ տեսեք, նույնը կրկնելու ենք Հայաստանի մասշտաբով։ Ես արդեն նշեցի, որ Գյումրիից հետո իրավիճակը որոշակիորեն փոխվել է, բացի այդ Գյումրին եղել է բավական ավելի շուտ, իսկ վաղարշապատը շատ ավելի մոտ է ընտրություններին։ Նշեցի ես, չէ, ռուսամետ ուժերի հիասթափությունը հասկանալի է, բայց ժողովրդի հիասթափության հետ կապված հարցեր փոխվեցին։ Ոչինչ չի փոխվել օրինակ արևմտամետների քաղաքական դաշտում եւ ես կանխատեսում եմ, որ ոչինչ չի փոխվելու, եթե այսպես էլ շարունակվեն գործընթացները եւ արևմտամետները շատ մեծ հավանականությամբ նորից շատ մոտ են լինելու, բայց չեն կարողանալու անցնել շեմը, կամ նույնիսկ եթե անցնեն 2-3 պատգամավոր ունենալու, ինչ էական նշանակություն չի ունենալու։ Խնդիրը հետեւյալն է, խնդիրն այն է, որ այսօրվա իրական գնահատականները ցույց են տալիս մեկ բան. քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է, ռուսամետ քաղաքական ուժերը երկրորդ տեղում են, ոչ ոք չի կարողանալու վիճարկել երկրորդ տեղը իրենց հետ եւ այլ քաղաքական ուժեր են լինելու, որոնք փորձելու են շեմը անցնել, գուցե 1-2-ին դա հաջողվի, բայց դա էական ազդեցություն ազգային ժողովի աշխատանքի վրա չի ունենալու։ Ստացվում է, որ վաղաշապատի արդյունքը իսկապես դառնալու է հանրապետական ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողովի նախապատկերը։ Ինչը, ինչպես նշեցի, վատագույն, իհարկե դրանից ավելի վատն էլ կա, վատագույն չասենք, որովհետև ամենավատ կլիներ, եթե ռուսամետ քաղաքական ուժերը իշխանության գային, բայց դրա հավանականությունը ձգտում է 0-ի, այնպես որ դրա մասին չեմ ցանկանում խոսել։ Հնարավոր տարբերակների, ավելի հավանական տարբերակների մեջ վատագույն արդյունքն այն է, որ ազգային ժողովի ներկա պատկերը կրկնվելու է 2026 թվականի հունիսից հետո եւս։ Տեսեք, իսկ արգումենտացիայի իմաստով արդյոք իշխանության դեմ չի գործելու հետևյալ մեղադրանքը, որ այս օրերին էլ կա, որ նրանք շեղվել են 18-ի հեղափոխության խոստումներից, Հայաստանում 37 թիվն է, բանտերը լի են քաղբանտարկյալներով, մինչդեռ նրանք խոստանում են ժողովրդավարություն եւ խոսքի ազատություն։ Չէ՞ որ
18-ին փողոց դուրս եկած լիքը մարդիկ իրոք ազատության համար են դուրս եկել, իսկ հիմա մեղադրանքն այն է, որ այս իշխանությունը անցնում է նաև այդ խոստման վրայով։ Գրառման համար, չգիտեմ, մարդ են բռնում, խոսքի համար երկու բլոգեր են կալանավորում, ել չասած Սամվել Կարապետյան եւ մյուս հոգեվորականների կալանավորումները։ Տեսեք, եթե որը մեկը 1937 թվականին եթերում հնչեցներ սա 1937 թիվն է արտահայտություն, նա կկորեշներ համասին էլ որևէ մեկը որևէ տեղեկություն չէր ունենա, հետագայում գուցե ոսկորները ինչ որտեղից հայտնաբերեին։ Դե երկու հոգի կորամ, ոնց որ կալանավայր ուղարկվեցին Չեն կորել, գիտենք որտեղ են եւ տեսնենք թե ինչպես կավարտվի, շատ ենք տեսել նմանատիպ դեպքեր, որոնք հետագայում որևէ ավարտ չեն ունեցել կամ ավարտվել են այդ մարդկանց կողմից ինչ-որ ներողությունով կամ նման մի բանով։ Առավել եւս, որ այդ մարդիկ ոչ թե խոսել են 37 թվականի մասին, այլ ակնհայտ խուլիգանություն էին արել, եթերում հայոյել էին, ինչը կամ եթերում կամ իրենց Facebook-յան էջում հայոյել էին, ինչը խոսքի ազատության մասին չէ, խոսքը այս դեպքում խուլիգանության մասին է, իսկ խուլիգանությունը ունի հստակ իրավական գնահատական։ Այնպես որ սա համեմատել նրա հետ, որ մենք եթերում խոսում ենք 1937 թվականին, պետք չէ եւ իմաստել չունի։ Կնայեք հարցի այն մյուս մասին էսա կպատասխանեք, բայց այստեղ մի նշում էլ կա, էլի։ Իսկ կան քաղաքական ուժեր արժանահավատ, որոնք ոնց հետևից Պուտինի եւ այսպես ասած նախկինների ականջները չեն երևա, որոնք Նիկոլ Փաշինյանին կքննադատեն ժողովրդավարության պաշտպանության դիրքերից եւ այդ սեգմենտի դիսկուրսը կվերցնեն, որովհետեւ այսօրվա բոլոր համարյա քաղաքական ուժերը խոսում են հայի ինքնության դեմ ոտնձգությունից եւ այսինքն ավելի ազգայնական կոնտեքստում եւ թվում է թե նրանք լողում են այդ ազգայնական ձայների մեջ, բայց այդ հեղափոխությունից մերժվածների ձայները ոնց որ թե այդքան էլ տես չունի ընդդիմության դաշտում։ Կային հույսեր ժամանակին, օրինակ 2023 թվականին ես ունեի այդ հույսերը, որ Հայկ Մարությանի քաղաքական ուժը կլրացնի ձեր նշած այդ հատվածը, ցավոք սրտի այդպես չեղավ։ Նա ներկայացումներով է զբաղված այսօր։ Ընտրությունների ժամանակ 2023 թվականին Երևանի ավականու ընտրությունների, թե դրանից հետո Հայկ Մարությանը եւ նաեւ այն քաղաքական ուժը, որը հետո նա ձևավորեց, բացարձակապես այլ քաղաքական խոսույթ վերցին եւ համալրեցին ձեր նշած այդ քաղաքական ուժերի շարքը գոնե գաղափարական առումով։ Ես ճիշտ ասած չեմ տեսնում քաղաքական ուժեր, որոնք կքննադատեն Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի գործողությունները, քաղաքացիական պայմանագրին, նրա համար, որ նրանք քիչ են արել եւ պետք է անեին ավելին։ Անհատ մարդկանց տեսնում եմ, օրինակ Իջմիածնում Հանրապետություն կուսակցության ցուցակի գլխավոր Հարութ Մկրտչյանը բավական շատ անգամներ դրա մասին խոսել է։ Օրինակ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուձյանը դրա մասին խոսել է, այսինքն անհատ մարդիկ կան, բայց քաղաքական ուժ, որը հանդես կգա այդ դիրքերից եւ այդ գաղափարական դաշտը կփորձի լրացնել, ես չեմ տեսել։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին ձեր հարցի, այն թե դա չի աշխատի արդյոք իշխանությունների դեմ, դրա վերաբերյալ ունենք հստակ ամրագրված փաստ, աշխատեց դա վաղ շաբաթում։ Ակնհայտորեն չաշխատեց։ Չի աշխատելու նաև հանրապետական ընտրությունների ժամանակ եւ չի աշխատելու գլխավորապես այն պատճառով, որ ինչպես դուք իրավացիորեն ասացիք եւ ես հաստատեցի գաղափարական այն դաշտում, որը պետք է իշխանությունների մղեր ավելի ակտիվ, ավելի արդյունավետ աշխատելու քաղաքական ուժերը ամբողջապես չկան եւ ընդհակառակը ռուսամետ քաղաքական դաշտը հնարավոր կաշվից դուրս է գալիս, հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ամենամեծ Հայաստանի ներկայ իշխանությունների նկատմամբ բացասական դիրքավորում ունեցողների քանակը եւ կարողանում է իրականում Հայաստանի ներկայ իշխանությունների նկատմամբ բացասական դիրքավորում ունեցող մարդկանց ամենամեծ համակրանքն ունի ռուսամետ քաղաքական դաշտը։ Տեսեք, գաղտնիք չի, որ մեր հանրությունը նոր է դուրս գալիս կամ դուրս եկել հուսանք պատերազմական վախերից, շոկերից, կորուստներից, սթրեսներից, էմոցիոնալ, այսպես ճգնաժամից լիքը մարդ կա, որ դուրս չի եկել եւ դրա մեջ է եւ մարդիկ չեն ուզում պատերազմ, ընդդեմ կապ չունի, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ են, հա, շատ ուշադիր են, զգուշ են այդ հարցի շուրջ, իշխանությունը սրան զուգահեռ խաղաղության բառն է ամբողջ օրը կրկնում, նրանք քննադատում են այն շահարկելու մեջ եւ մանիպուլացնելու, որ չկա խաղաղություն, բայց դուք ասում եք, որ հաղթեք ընտրությունները մարդկանց մոլորեցնեք, ընդդիմության դաշտից սանի հակակշիռ ինչ եք տեսնում, ասենք պարոն Քոչարյանը վերջերս ասուլիս էր տալիս եւ ասում է, որ կարճ ասեմ, էլի
Հայաստանը պետք է իր տարածքից դուրս ունենա հավակնություններ եւ նա խոսում էր Արցախի համատեքստում։ Իհարկե արդար լինեն եւ ասենք, որ մինչ այդ էլ ասում էր, որ իր տեսականը ներկայացնում միջազգային կառույցներում Արցախցիների վերադարձի հարցը ամրագրելն է, բայց նրա շուրթերից է դուրս եկել այդ բառը, որ այո, Հայաստանը պետք է ունենա իր տարածքից դուրս հավակնություններ։ Կարծում եք, այս հայտարարությունը մեծացնում թե փոքրացնում է, ասենք, ընդդիմության ձայները, ես չասեմ իշխանապողություն։ Ես կարծում եմ այս հայտարարությունը որևէ կերպ չի ազդում ընդդիմության ձայների վրա, ոչ մեծացնում է, ոչ փոքրացնում։ Ուզում են լսել, այսինքն նրա հետևորդները այդպեսի։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին երկու ելույթները, մեկը մենք գիտենք այդ երկու բլոգերների մոտ, որոնք հետագայում ձերբակալվեցին, մյուսը առանձին իր հարցազրույցներ տալիս, այդ երկու հարցազրույցների հիմնական նպատակը, հիմնական շեշտադրումը մեկը մյուսի դեմ աշխատելն էր։ Տեսեք, դուք ասացիք եւ շատ լավ է, որ դրա մասին դուք ասացիք եւ հիմա ես կարող եմ դա օրինակ բերել ձեզ համոզմանելով, այն որ Քոչարյանը հայտարարում է, թե միանալու է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին։ Իսկապես Սամվել Կարապետյանը ունի այնպիսի ռեսուրսներ, խոսքը նրա գումարների մասին չէ, խոսքը Ռուսաստանի կողմից աջակցության մասին է։ Սամվել Կարապետյանը ունի Ռուսաստանի կողմից այնպիսի աջակցություն, այնպիսի հնարավորություններ, որոնք տրամադրված են նրան, որ նա հավակնում է լինել այդ ռուսամետ դաշտում, ինչպես ասացի, երկրորդ տեղը գրավող գլխավոր ուժը։ Բայց Սամվել Կարապետյանը ունի մի կարևոր բան, Սամվել Կարապետյանը ունի մարդկային ռեսուրս եւ ունի ազատություն անձնական։ Խոսքը այսպես Սամվել Կարապետյանը ասելով մենք եկեք չանձնավորենք, անձամբ իր մասին չի, խոսքը Սամվել Կարապետյան երևույթի մասին է եւ իր կողմից Հայաստանի դաշտում ձևավորված ուժի մասին է։ Այդ ուժը, այսպես ասենք, որպեսզի չշփոթենք նորից անձամբ իր հետ, այդ ուժը ունի Ռուսաստանի կողմից աջակցություն, անվերապահ աջակցություն, նա կարող է անել Հայաստանի քաղաքական դաշտում այն ամենը, ինչ ճիշտ է համարում, բայց չունի մարդկային ռեսուրս Հայաստանի ներսում։ Մարդկային ռեսուրսը միայն քվեարկողները չեն։ Մարդկային ռեսուրսը կամավորներն են, մարդկային ռեսուրսը փորձագետներն են, մարդկային ռեսուրսը փաստաբաններն են, որոնք պետք է ինչ-որ վիճահարույց դրվագներով ինչ-որ օգնություն ցույց տան։ Մարդիկ են, ովքեր գուցե ինչ-որ պաշտոնական շրջանակների հետ որոշակի կապեր ունեն, հարաբերություններ ունեն։ Բազմաթիվ այսպիսի մարդիկ են անհրաժեշտ, որպեսզի քաղաքական ուժը կարողանա իսկապես հավակնել երկրում երկրորդ ուրեմն գլխավոր ընդդիմության դիրքերին։ Այդ ռեսուրսները ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Եվ Սամվել Կարապետյանը, ասելով նորից հասկանալով իր կողմից ստեղծած ուժը, անհրաժեշտաբար պետք է որևէ կերպ իր մեջ ծուլի, այսպես ասենք, կամ Ռոբերտ Քոչարյանի այդ ռեսուրսը կամ Սերժ Սարգսյանի այդ ռեսուրսը։ Բնականաբար, որ մեկին որ ծուլի իր շարքերը եւ որ մեկի հետ որ նա գնա ընտրությունների, այդ մեկի հնարավորությունները ազդել քաղաքական գործընթացների վրա եւ ի վերջո ազգային ժողովում ավելի մեծ ներկայացուցիչություն ունենալ ավելի մեծ է լինելու։ Նրանք հետընտրական դաշինքի վրա են, բայց կարծես շեշտադրում։ Խնդիրը հետեւյալն է, մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին անհրաժեշտ են մարդիկ։ Զարմանալի չէ, որ ես չեմ հիշում անունազգոնը, փաստաբաններից մեկը, որը Ռոբերտ Քոչարյանի դաշտից է միշտ եղել, հիմա այո, Վարդևանյանը, հիմա արդեն Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի մեջ է։ Տեսեք, նման մարդիկ են անհրաժեշտ, առանց նման մարդկանց հնարավոր չէ, ինչքան ուզում ես փող ունեցիր։ Եթե այդ մարդիկ չեն աշխատում քեզ համար, դու չես կարող հավաքել նույնիսկ ազգային ժողովի ընտրությունների մասնակցության դեպքում էական արդյունքների։ Եվ հիմա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերը պայքարում են, որպեսզի իրենք լինեն այն մեկը, որը կձուլվի Սամվել Կարապետյանի ուժի մեջ։ Բայց իրենց ինքնուրույնությունը չի կորչի դրանից։ Խնդիրը ինքնուրույնություն չէ, խնդիրն այն է, որ առանց դրա նրանք դուրս են մնում այդ ազդեցության հնարավորություններից։ Չունենալով Սամվել Կարապետյանի աջակցությունը Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը ընդհանրապես կարող է շեմը չանցնել։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը կարող է կորցնել իր կարևորագույն անդամներին, որովհետև նրանց ուղղակի կարող են գնել, այսպես ասենք, իհարկե բացարձակապես հարգալից ինչ-որ գումարներով կամ այլ ռեսուրսներով այդ մարդկանց ներգրավել Սամվել Կարապետյանի կողմից եւ ի վերջո Ռոբերտ Քոչարյանն էլ կարող է շատ քիչ հնարավորություններով ռեսուրսներով գնալ ընտրություններին եւ իր ձայներն էլ կարող են փոշիանալ, կարող է 4% հավաքել, 5% հավաքել, բայց էական ազդեցություն չունենալ։ Իսկ տեսեք, նույն տրամաբանությունը նաեւ ապացուցվում է ձեր ասածով, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե իրենք Սամվել Կարապետյանի հետ միանալու են։ Իհարկե, ինչպես դուք իրավացիորեն նշում եք, նա նկատի է ունեցել ընտրություններից հետո, բայց այստեղ տրամաբանությունը հետեւյալն է, որ այս պահին, եթե մենք հայտարարում ենք, որ մենք միանալու ենք ընտրություններից հետո, մարդիկ սկսում են հասկանալ, որ մենք ներկայացնում ենք մեկ ընդհանուր գաղափարական դաշտ։
Սերժ Սարգսյանը եւս, եթե դրա հնարավորությունները կամ եթե ավելի շուտ հասցներ, նա էլ կհայտարարեր, որ մենք միանալու ենք, բայց օրինակ Սերժ Սարգսյանի դաշտում գործող որոշ փորձագետներ, որոշ նախկին պաշտոնյաներ իսկապես խոսել են այդ մասին, որ եթե Սամվել Կարապետյանը հաղթի, մենք բոլորս պետք է միանանք, պետք է կարողանանք իշխանափոխություն անել եւ այլն։ Եվ այս մրցակցությունը բավական սուր է ընդդիմադիր դաշտում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, ինչը չի բացառում կամ չի այսպես ասենք, չի վերացնում այն տրամաբանությունը, որ կա Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից ընդդեմ ներկա իշխանությունների։ Այո, Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը բոլոր ելույթներում, բոլոր խոսակցություններում, բոլոր իրենց դիրքորոշումներում ակնհայտորեն ներկա իշխանությունների դեմ են եւ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ առանց դրա նրանք ոչ կարող են իրենց հետևորդներին ունենալ, ոչ կարող են այդ հետևորդներին ցույց տալ այն մարդկանց, ովքեր որոշում են կայացնում, թե ով պետք է ձուլվի Սամվել Կարապետյանի հետ, ոչ էլ կարող են հավակնել ի վերջո Սամվել Կարապետյանի հետ ձուլվել, որովհետև միայն այդ իմ նշած քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն, այն բոլոր մարդիկ, որոնց մասին ես ասացի, դրանք բոլորը այդ քաղաքական ուժերի հետևորդներն են։ Եվ այդ բազան է անհրաժեշտ, որպեսզի եթե Սամվել Կարապետյանն է դա անում, Սամվել Կարապետյանը, եթե Սամվել Կարապետյանը չի անում, նրան ով որ Ռուսաստանից ուղարկել են նրանք որոշում կայացնեն, թե ում է անհրաժեշտ վերցնել այդ քաղաքական ուժի մեջ գնալու համար ընտրություններին եւ երկրորդ տեղը գրավելու համար եւ ով ուղղակի պետք չէ կամ ով ավելի թանկ է եւ պետք չէ նրա վրա ռեսուրսներ ծախսել։ Տեսեք, ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը ռիսկի տակ չի կորցնել խոշոր ընտրազանգված եւ ռուսամետ, այսպես ասենք, անձանց ընտրազանգվածը եւ այն մարդկանց, ովքեր կատեգորիկ դեմ են այս իշխանությանը եւ 21-ին ձայն էին տվել Հայաստան դաշինքին, որ հեռացնեն այս իշխանությունը, ես մեղմ բառ եմ օգտագործում, եթե չասեմ հաշվեհարդար եւ այլն, հա, շատ տրամադրություններն այդպիսիք են, հիմա մարդիկ այդպես են ընկալել իրենց քվեարկության միգուցե նաեւ, ինչու որովհետեւ Հայաստան դաշինքը չի կարողացել մարդկանց այդ հույսերը արդարացնել։ Այո, անկեղծ լինենք, նրանք փորձել են դա։ Մի քանի շարժումներ, ասենք մի 7-8 կարող եմ ես հենց հիմա թվարկել, որ իրադարձությունից հետո փողոցային ուժգին շարժումներ եղան, մոբիլիզացվեցին, Հայաստանի տարբեր մասերից քայլելով գալիս էին Երևան եւ այլն, հա, բայց չստացվեց։ Արդյոք այդ հիասթափված մասան, այսպես ասենք, չի էմիգրացվելու այլ քաղաքական ուժեր։ Տեսեք, դուք փաստացի հավաստում եք այն, ինչ ես ասում եմ։ Իսկապես, եթե Ռոբերտ Քոչարյանը մրցակցի Սամվել Կարապետյանի հետ, նա կորցնելու է այդ մարդկանց։ Ինչու, որովհետև նրանք հիասթափված են։ Ինչու, որովհետև այն ռեսուրսները, որ նախկինում ուներ Ռոբերտ Քոչարյանը, հիմա դրանք տրվել են Սամվել Կարապետյանին կամ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին։ Առաջին հերթին դա Ռուսաստանի աջակցությունն է։ Ինչու, որովհետև Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կարող է ընտրություն կատարել հօգուտ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանը կարող է մնալ միայնակ։ Միայնակ ասելով նկատի ունենք շատ փոքրաթիվ հետևորդներով կամ շատ փոքրաթիվ թիմով։ Եվ որpիսի այս բոլոր իրադարձությունները տեղի չունենան, Ռոբերտ Քոչարյանը կատարել է միակ հնարավոր ճիշտ որոշումը։ Ընդունել է միակ հնարավոր ճիշտ որոշումը։ Չմրցակցել Սամվել Կարապետյանի հետ, մրցակցել Սերժ Սարգսյանի հետ, Սամվել Կարապետյանի հետ համատեղ ընտրություններին գնալու համար։ Նույն միակ ճիշտ որոշումը ընդունել է Սերժ Սարգսյանը։ Բայց այստեղ կա եւս մեկ շատ կարևոր գործոն, որը մենք պետք է հաշվի առնենք, որը վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, այլ վերաբերում է հավանաբար ամբողջ հետխորհրդային տարածությանը։ Դա այն է, որ հետխորհրդային տարածությունում շատ տեղերում, օրինակ Ռուսաստանում, օրինակ Վրաստանի ներկա իշխանությունները, օրինակ Ադրբեջանում, Հայաստանում եւս այլ երկրներում շատ տեղերում, հավանաբար բացի Բալթյան երկրներից, մյուս բոլոր տեղերում ներքին քաղաքականությունը մշտապես ստորադասվում է արտաքին քաղաքականությանը։ Այլ խոսքով ասած, թե մարդիկ, թե փորձագետները, թե գիտնականները նույնիսկ շատ դեպքերում հայտարարում են, թե ամեն ինչ որոշվում է դրսում։ Ներսում ոչ մի բան չի որոշվում, ներսում մարդիկ ուղղակի ոնց քշում են, այդպես գնում են, այդպես շատ կոպիտ, այդպեսի միտք կա, որը ընդ որում միայն հայերեն չէ։ Ես այդ նույն բանը լսել եմ ռուսերեն, լսել եմ ղազախերեն, ինձ բացատրել են, որ դա այդպես է, լսել եմ վրացերեն, Վրաստանի քաղաքացուց, այսինքն կա այդպիսի մտայնություն, որ ներսում ոչինչ չի որոշվում, ամեն ինչ որոշվում է արտաքին դաշտում։ Եվ երբ դուք ասում եք, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է օրինակ վտանգել, կորցնել
այն մարդկանց աջակցությունը, ովքեր հիասթափվել են իրենից, Ռոբերտ Քոչարյանը այդպես չի մտածում, որովհետև նա կարծում է, որ անկախ նրանից այդ մարդկանց աջակցությունը ունի թե չունի, եթե հանկարծ դրսում ինչ-որ բան որոշեն, ապա այդ որոշումը այստեղ իրականացվի։ Այդ մարդկանց կասեն այսպես արեք եւ այդ մարդիկ կգան այդպես կանեն, որովհետեւ այնտեղ եթե որոշվեց, ամեն ինչ լինելու է այստեղ։ Նույն տրամաբանությունը օրինակ մենք կարող ենք տեսնել որոշ հայ փորձագետների մոտ, ցավոք սրտի նրանցից որոշները որոշող է Հայաստանում։ Ես դրա մասին եմ ցանկանում խոսել, ցավոք սրտի այդ փորձագետներից որոշները նույնիսկ դասավանդում են։ Նույն տրամաբանությունը կա, որ սրան բերել են ինչ-որ տեղից, եկեք մենք էլ կարողանանք այնպես անել, որ մի ուրիշ տեղից էլ կարողանան մեզ բերել։ Կիրիենկոն մեզ բերի իշխանության։ Օրինակ, մոտավորապես այդպեսի մի բան։ Բայց իրականությունը այլ է։ Իրականությունն այն է, որ ներքին քաղաքականությունը եւ արտաքին քաղաքականությունը քաղաքական գործընթացների վրա ազդում են հավասարաչափ։ Ամեն մեկը ունի 50-50% մի փոքր այս կողմ այն կողմ ազդեցություն։ Եվ եթե դու ամեն ինչ թողնում ես միայն արտաքինի վրա, դու կորցնում ես հենց սկզբից 50%։ Նույնիսկ եթե այնտեղ ամբողջությամբ դու կարողանաս հաջողության հասնես, միևնույն է, դու 50% ես ունենալու ներքին ներսում։ Նույն կերպ հակառակը, եթե ամեն ինչ թողնես միայն ներքինի վրա, կորցնես արտաքին 50%։ Սա աքսիոմ է, սա գիտական մոտեցում է։ Եվ հաշվի առնելով այս ամենը, տեսեք ձեր հարցին ի պատասխան, իսկապես այդ քաղաքական ուժերը, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերը ակնհայտորեն ի սկզբանե 50%-ից 50%-ը չունեն, որովհետև նրանք թե նրանց ներկայացուցիչները, թե իրենց հայտարարություններով ցույց են տալիս, որ իրենք կարծում են, որ ներսում ոչինչ չի որոշվում։ Եթե դա այդպես է, ապա իրենք պիտի անեն այն, ինչ անում են հիմա։ Իրենք պետք է ամեն գնով, նույնիսկ այդ ձեր նշած հիասթափության գնով, ցույց տան այդ դրսի, այս դեպքում դուրսը Ռուսաստանն է, կարող է մեկ այլ դեպքում մեկ այլ ուժ լինել, այդ դրսի ուժերին պետք է ցույց տան, որ հենց իրենց վրա է պետք խաղադրույք կատարել եւ հենց իրենք կարող են ամենաշատ հնարավորությունները ստեղծել, ամենաշատ աշխատանքի արդյունք ցույց տալ։ Դա էլ անում են նրանք։ Տեսեք, փաստորեն ստացվում է մի իրադրություն, որ կան հասարակությունը սեգմենտավորված է, բաժանված է գաղափարական պատկանելիության, մեկը Փաշինյանի իրական Հայաստանի, կողմնակից է, մյուսը ասենք Արցախահայերի վերադարձի կողմնակից է, տարբեր են մարդիկ։ Ձեր կարծիքով եւ դա ակնհայտ է, ընդդիմադիր ուժերը, լինի այս Կարապետյանի ուժը կամ այն մյուսները, պետք է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին համոզեն ընտրել իրենց, չէ, որ կամ էլ, այսպես ասենք, նախորդ ընտրություններին չմասնակցած են 50%-ից զանգված բերել, տանել տեղամասեր։ Հաճախ է ասվում, որ 60% չկողմնորոշված մարդիկ կա։ Արդյոք իրոք այդ մարդիկ չկողմնորոշված են, թե ուղղակի երբ որ իրենց հարցման համար զանգում են հեռախոսով, ուղղակի չեն վստահում իրենց ընտրության մասին ասել, եւ սա ազդում է եւ ՔՊ-ի ցածր ցուցանիշների վրա, եւ Ռոբերտ Քոչարյանի ցածր ցուցանիշների վրա։ Ինչ եք դուք տեսնում, այսպես ասենք, գաղափարական սեգմենտավորման դաշտում, որ գաղափարախոսությունն է, որ ծրագիրն է, եթե այդպեսին նկատում եք, որ այսպես ասենք, առավել ընկալելի է լայն հանրության համար եւ կարող է ստանալ աջակցություն։ Շատ ցավոտ հարց եք տալիս եւ շատ ցավոտ բացահայտում պիտի անեմ։ Իրականում դուք խոսում եք դասական, քաղաքական, քաղաքագիտական այդպես չի Հայաստանում պատկերացումներով, ցավոք սրտի Հայաստանի քաղաքական դաշտը գործում է բացասական սկզբունքով։ Կա այսպիսի մի համեմատություն Հայաստանում սպասվող ընտրությունների եւ Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների միջև։ Այդ համեմատությունը ի սկզբանե սխալ է, որովհետեւ Մոլդովայում այն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես դուք նկարագրեցիք։ Այս ուժի կողմնակիցները ավելին էին, այն մյուս ուժի կողմնակիցները ավելի քիչ էին եւ այս կողմնակիցները կարողացան այնպես անել, որ այս իշխանությունը ձևավորվի։ Հայաստանում Հայաստանի քաղաքական դաշտը բացարձակապես այլ տրամաբանությամբ է աշխատում եւ դա արդեն իրականություն է հավանաբար 6-7 տարի։ 5 տարի հաստատ, պատերազմից հետո հաստատ։ Եվ այդ տրամաբանությունը հետեւյալն է. հաղթում է ոչ թե այն ուժը, որի կողմնակիցները շատ են, այլ հաղթում է այն ուժը, որի հակառակորդի դեմ քվեարկողներն են ամենաշատը։ Այսինքն մարդիկ գնում են քվեարկում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ նրանք գնում եւ քվեարկում են Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Եվ նույն տրամաբանությունը այս դեպքում։ Տեսեք, մենք ինչու ենք խոսում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է ձուլվել Սամվել Կարապետյանի ուժի հետ, որովհետև մարդիկ չեն քվեարկել 2021-ին Ռոբերտ Քոչարյանի օպտին։ Նրանք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եվ այսօր էլ չեն քվեարկելու ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սամվել Կարապետյանի օգտին։ Նրանք նորից գնալու են քվեարկելու են Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ուժի համար ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այսինքն ընտրությունների գնալու շարժառիթը մոտիվացիան այն է, որ այն քաղաքական ուժը, որին իրենք չեն սիրում, չկարողանա դառնալ իշխանություն։ Եվ հենց այստեղ է տրամաբանություն, տեսեք, դուք ասում եք իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Ես ձեզ հավատացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ուժը, որը շատ մեծ հավանականությամբ կարողանալու է մնալ իշխանության, այդ իր ստացած 51%-ի առնվազն 50%-ը, այսինքն առնվազն կեսը, բացարձակապես գաղափար չի ունենալու, ինչ է իրական Հայաստանը կամ ինչի համար է իրական Հայաստան գաղափարախոսությունը ձևավորվել կամ իրականացվում։ Նրանք գնալու են եւ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի կուսակցության օգտին, որպեսզի հանկարծ որևէ պարագայում Ռոբերտ Քոչարյանը կամ այլ ռուսամետներ իշխանության չկան։ Նույն տրամաբանության մեջ այն մարդիկ, ովքեր գնալու են քվեարկելու են, եթե դրանք 25%, 30% հավաքելու է Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան դաշինքը, կամ Սերժ Սարգսյան դաշինքը, դեռևս այդպես 100%-ով վստահ չեմ, որ հենց Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան դաշինք կլինի։ Այդ 30%-ի կեսը եւս, այդ կեսը իհարկե հարաբերական է, գուցե 40%, գուցե 60%, բայց մի ստվար զանգված, ընդհանրապես Արցախահայության վերադարձի մասին որևէ պատկերացում չի ունենալու կամ չի էլ մտածելու։ Նրանք գնալու են քվեարկելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նորից չմնա իշխանության։ Այսինքն, եթե մենք ունենք բացասական քվեարկություն, ապա այս դեպքում գաղափարական դաշտում աշխատանքը ոչինչ չի տալիս։ Իրականում անհրաժեշտ է աշխատել ընդդեմ հակառակորդի։ Ինչն էլ անում են։ Համոզել թե ինչու նա պետքա չգա իշխանության կամ չմնա։ Ինչն էլ անում են։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը աշխատում են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյանը աշխատում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Այստեղ եւի ընտրողներին ցույց տրվող արգումենտներն էլ են տարբերվում, այսինքն ոչ թե դու ձեռքբերումներից եւ ապագայի ծրագրերից պետք է խոսես, այլ թե ինչ վատն է հակառակորդը։ Այլ հակառակորդի ընդհակառակը խնդիրներից հակառակորդի ժամանակվա Հայաստանի իշխանությունները իմիջիայլոց այդ առումով շատ մեծ այսպես ֆորում ունեն, ինչպես ասում են, դա այն է, որ եղել է մինչև 2018 թվականը գոյություն ունեցող այսպես կիսափլուզված, կիսալճացած Հայաստանի Հանրապետություն, որտեղից ինչքան խնդիրներ ցույց տանք, այնքան ավելի շատ մնում է դեռևս ցույց տալու։ Այսինքն այստեղ իշխանությունները որոշակի առավելություն ունեն հենց ձեր նշած խնդիրները ցույց տալու մասով, բայց 7 տարի է արդեն անցել, 7 տարիների ընթացքում այս իշխանությունները եւս որոշակի խնդիրներ են ունեցել եւ հակառակ կողմն էլ այդ խնդիրներն է կարողանում ցույց տալ եւ դրա հաշվին որոշակի դիվիդենտներ քաղել։ Շնորհակալ եմ, կհետևենք։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Ռոբերտ Ղևոնդյանին։